4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման հարցը քաղաքային իշխանության օրակարգային առաջնահերթ լուծում պահանջող այն խնդիրներից է, որը քայլ առ քայլ իր լուծումն է ստանում։ 2013 թվականն այս առումով խոսքից գործ թերևս լավագույն ապացույցն էր։ 4-րդ աստիճանի վթարայնության շենքերում ապրող 207 ընտանիք ապահովվեց նոր բնակարաններով Մարգարյան 37 և Սիսակյան 22 հասցեներում։ Իդեպ Սիսակյան 22 շենքը կառուցվեց բացառապես Երևանի համայնքային բյուջեի միջոցներով։ 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված քանդման ենթակա 4-րդ կարգի վթարայնության 450 բնակարանով 9 շենքերի բնակիչները դեռևս մնում էին խնդրի հրատապ լուծման սպասումով։ Եվ կարևորելով բնակիչների համար անվտանգ, ապահով ու հարմարավետ պայմանների ստեղծման անհրաժեշտությունը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից հարցն ամենօրյա հսկողության տակ վերցվեց ու հետևողական աշխատանքի շնորհիվ այսօր արդեն կառուցվում է միանգամից 4 շենք՝ Սիսակյան 16, շինարարների 6 և 5, Մարգարյան 45 հասցեներում։ Այս և 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերով իրականացվող այլ աշխատանքներին Երևանի քաղաքապետը հետևում է անձամբ։ Աջափնյակ վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջին կանգառը վերոնշյալ շենքերի շինհրապարակներն էին։ Հանրապետության նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում է այս խնդիրը եւ կառավարության հետ միասին 2012 թվականին սկսեցինք ծրագրեր իրականացնել։ 5 միլիարդ 600 միլիոն գումար է ծախսվում այս 4 բազմաբնակարան շենքերի համար, որից 4 միլիարդը տրամադրելու է կառավարությունը, 1 միլիարդ 600 միլիոնը տրամադրելու ենք համայնքային բյուջեից, որը մենք Երևանի ամենակարևոր խնդիրներից մեկն է կարողանանք լուծում տալ։ 12 հարկանի շենքերը կառուցվում են նույն հասցեներում ապամոնտաժված 4 աստիճանի վթարային շենքերի տեղում։ Պետք է որակին հետևենք, քանի որ այստեղ այն մարդիկ են բնակվելու, որոնք վերջի 10 տարիներին 4 կարգի վթարային շենքերում են։ Գիշերները հանգիստ չեն քնել։ Գոնե իրանց այն կյանքի մյուս կեսը հանգիստ կարողանան քնել։ Բնակարանները շահառուներին կհանձնվեն բնակության համար միանգամայն պատրաստի վիճակում։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2015 թվականի հոկտեմբերին։ 70 շենքից ավել, բազմաբնակարան շենքերից ավել Երևան քաղաքում 3-րդ կարգի վթարային շենքեր կան եւ քայլեր պետք է ձեռնարկենք այդ ուղղությամբ, որ գոնե կարողանանք ամրացնել, որ նրանք վթարային չդառնան։ Քաղաքապետի հանձնարարությամբ շինարարության ավարտից հետո նորակառույցների հարակից տարածքները կբարեկարգվեն ու պատշաճ տեսքի կբերվեն։ Բազմաբնակարան շենքերի հարակից բակային տարածքների բարեկարգման շրջանակում այս տարի շուրջ 600 բակ կբարեկարգվի, մասնավորապես Աջափնյակում կկառուցվի ու կբարեկարգվի 34 բակ։ Շիրազի փողոցի 26, 28 և 30 շենքերի միջանկյալ հատվածի ու Մազմանյան 18 շենքի բակերն արդեն իսկ կառուցված են։ Հանդիսավոր բացումն էլ քաղաքապետի մասնակցությամբ է կատարվում։ Նորակառույց բակերում թե երեխաների և թե մեծահասակների համար ստեղծվել են լիարժեք հանգստի կազմակերպման անհրաժեշտ բոլոր պայմանները։ Շատ շնորհակալություն։ Ամեն երեկո հանգստանում ենք։ Ու շնորհակալ։ Առաջ ոչ մի տեղ չունեինք խաղալու։ Իսկ հիմա գունավոր, պայծառ, շատ սիրուն բակ է ստացվել։ Առաջվա բակերի նկարը նայեք ու հիմիկ բանը շատ ենք շնորհակալ։ Մեծ աշխատանք է արված։ 1 տարի առաջ անգամ երազել չէին կարող։ Շնորհակալություն քաղաքապետին, որ նման միջոցառումը հետևողական հետևում է եւ կազմակերպում է։ Մեր ֆուտուրները խաղում են, ուրախանում ենք, շատ գոհ շնորհակալ։ Ոնց ընդունել ենք այդպես էլ մինչև վերջ պահելու ենք։ Թե մեծերը և թե փոքրերը նշում են, որ ամառային այս օրերին բակերը հիանալի և տրամադրող վայր են նաև ընթերցանության համար։ Հատկապես հաշվի առնելով, որ գրադարանները համալրվել են նոր ժամանակակից գրականությամբ։ Երևանի քաղաքապետարանը գրական ֆոնդի թարմացումից բացի այսօր վերանորոգման աշխատանքներ է տանում, որպեսզի իրենց ընթերցողներին սպասող գրքերն ընթերցվեն նաև ձմռանը, տաք ու հարմարավետ պայմաններում։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանում հետևել է նաև Աջափնյակի կենտրոնական գրադարանի մասնաշենքում ընթացող աշխատանքներին։
Ծաղկեպսակ հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի զոհերի հուշարձանին, ապա անմիջական զրույց ազատամարտի մասնակիցների հետ Աջափնյակի ազատամարտիկների վերակառուցված այգում։ 2000 կոլեկտիվ անունից այսքանը եկել ենք նա դեպքաշել։ Կանաչ տարածքների պահպանման եւ ընդլայնման նպատակով Մայրաքաղաքում այս տարի ընդհանուր առմամբ հիմնովին կբարեկարգվեն ու երևանցիների տնօրինմանը կհանձնվեն եւս 10 այգի եւ պուրակ։ Դրանցից մեկն էլ ու թերևս ամենամեծն իր տարածքով Նոր-Նորքի ազատամարտիկների այգին է երիտասարդ ճարտարապետների նախագծով։ Շինարարության ընթացքին վարչական շրջան կատարած շրջայցի շրջանակում հետևեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Քաղաքապետարանը միշտ պատրաստ է ինստիտուտի հետ համագործակցելու եւ այն ռեսուրսը, որ ունի քաղաքապետարանը, պետք է որպես ուսանողներ մեր ապագա սերնդի ներկայացուցիչներ շարունակելու եք դուք այս աշխատանքը եւ ձեր համար սա լավ թե փորձ է, թե հնարավորություն է ստեղծած, որ կարողանաք ձեր նախագծերը ներկայացնել քաղաքապետարանին, մենք է կյանքի կոչենք։ Շնորհակալ Երևանի նորերի համար։ Ձեր ուսանողամետ քաղաքականության որդեգությանը շարունակելու համար։ Մենք շնորհակալ ենք ձեր ուշադրության համար։ Շուրջ 6 հեկտար ընդհանուր տարածքով այգին բարեկարգման համալիր ծրագրի արդյունքում կունենա շատրվան, կանաչ ամֆիթատրոն եւ կանաչ լաբիրինթոս, նաեւ մանկական 3 եւ թենիսի 2 խաղահարթակներ։ Կկառուցվի 10 կիլոմետր երկարությամբ ոռոգման ցանց։ Այգին էլ կհամալրվի եւս 2500 ծառերով։ 2014 թվականին համայնքային բյուջեից 2.5 միլիարդ գումար է հատկացվել Երևան քաղաքի կանաչ տարածքների պահպանման եւ նորերի ստեղծման եւ եղածների նաեւ վերականգնման։ Եթե մենք համատականներ տանենք նախորդ տարվա համեմատ, արդեն 2014 թվականին 11 հեկտարից ավել մենք կանաչ խնամվող տարածքներ կունենանք։ Բոլոր երևանցիները պետք է լինեն տեր իրենց քաղաքի։ Ուրեմն ոչ միայն հայտարարություններով պետք է հանդես գան, նաև իրենց մի փոքր լուման ունենան նման այգիների թե կառուցմանը, թե վերականգնմանը, թե բարեկարգմանը։ Եվս մեկ այգի Միկոյան եւ Գալշոյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում կլինի շուրջ 4300 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով նախկինում անբարեկարգ ու անխնամ այս տարածքի փոխարեն շուտով կստեղծվի խնամված կանաչապատ բարեկարգ ու հարմարավետ հանգստի գոտի։ 50 տարի այստեղ ապրում ենք եւ նոր սկսել են, ունի մեջ ենք ամբողջ այստեղ ծերություն շատ մարդիկ որ ծերացել են, միտեղ չկան նստեն, զբաղվեն, դա արդեն սա մեծ բան է։ Փաստորեն, այսինքն ձեր մարդկանց կյանքը մի 10 տարվա երկարացե։ Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ Գեղեցիկ Երևան ծրագրով։ Մայրաքաղաքի համաչափ զարգացման 2014 թվականի ծրագրերով Նոր-Նորք վարչական շրջանում նախատեսվում է կառուցապատել եւ բարեկարգել 47 բակային տարածք։ Քաղաքապետը հետևեց նաեւ այս ուղղությամբ իրականացվող ընթացիկ աշխատանքներին, նաեւ մասնակցեց արդեն իսկ շահագործման հանձնված բակերից մեկի բացմանը, որն ի դեպ համընկել էր բակին հարակից շենքերի կառուցման 40-ամյակին։ 2 ամսվա ընթացքում մենք բարեկարգել ենք, այստեղ ամբողջովին անխնամ վիճակ էր, բազմաթիվ փորձեր էր եղել ապօրինությամբ տարբեր տեսակի կառույցներ կառուցելու, բայց հենց բնակիչների մեծամասնությունը կանխեց ամբողջովին եւ եղավ քաղաքապետի հանձնարարականը տեղում ստեղծել հանգստի գոտի։ Այսօր մեր նվերը այս բնակիչների։ 80 տարեկան մարդ եմ ես, ես բան չէի տեսել, նոր տեսա, որ ես հայատը սարքին, երեխեքին ուրախություն եմ։ Շատ ենք սպասում այսօրվան, միշտ հետևում ենք, թե ոնց են կառուցում այս խաղարապարակը։ Մենք շատ ուրախ ենք, որովհետև հիմա արդեն կարանք ասենք, ստեղ խաղանք, վազենք, թռվրանք։ Ես որ տեսնում երեխաները ինչքան ուրախ են, մեծերից ավելի շատ ենք ուրախանում երեխաների ուրախությունով։ Պատկերացրեք, որ ամբողջ բնակչություն այս օրին սպասում է, ու սա ոչ թե միայն մեզ համար տոն, մեր ամբողջ այս 5-րդ մասի համար տոն է,
Շատ շնորհակալություն պարոն Մարգարյանին։ Մենք իրան շատ սիրում ենք ու շատ հարգում ենք։ Իրան խոսքը գործ է։ Շրջայցի շրջանակում քաղաքապետը հետևեց նաև Սարգիս Ասլամազյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի հիմնանորոգման, նաև թիվ 106 մանկապարտեզի նորոգման աշխատանքներին։ Տարոն Մարգարյանի մշտական հետևողականության արդյունքում այսօր հետսետե կյանքի կոչվող քաղաքային տարաբնույթ ծրագրերը մի հերթական անգամ փաստում են, որ ավելի լավ Երևան ունենալուն միտված բոլոր աշխատանքների հեռահար նպատակը այդուամենայնիվ երևանցիների հաջորդ սերունդներին հնարավորին քիչ խնդիրներով մայրաքաղաք փոխանցելն է նաև, եւ այս տեսանկյունից դրսևորվող հետևողականությունը հաստատ կտա սպասված արդյունքը։